Ստացված կադրերը։ Ինձ iPhone տվեք էլի։ Տարամ տամ տիրիմ տամ տամ ռամ տամ 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 ռատատատատատատատարամ տամ տամ տատատարամ։ Դիք բանկ ենք, հետո backstage-երի մեջ գցեք էլի։ Հարսնիկ եք երկեմ ժողովուրդ չան շատ մաչելի կաներով։ Զանգարեք 055 Չիդեմ ապշան ինչեղ բանեն եմ։ Բարսես, բարին սկսում է իր գործունեությունը և բարին այսօր հյուրընկալել է գյումրեցի տաղանդավոր երգիչ Ղանդիլյան Էդգարին, բարսես, Էդգար ջան։ Բարսես։ Լավ եք։ Փառք Աստծո։ Էդգար ջան, մի փոքր կպատմեք ձեր մասին։ Ես Էդգարն եմ 24 տարեկան, նշանված սվարճիկ երգիչ, միագա Հայաստանում կռնակով խնդելու են չէ, բայց այդպես է։ X Factor նախագծի հաղթողն եմ, մասնակցել եմ նաև շատ բազում մրցույթների, առաջի, երկրորդ, երրորդ տեղեր, մենակ X Factor-ներ էլի որ կոնկրետ հստակ առաջի տեղեր։ Հիմա զբաղվում ես երկարվեստով։ Երկարվեստով զբաղվում եմ, բայց ոչ այնքան խորացված, ինչքան որ պետք էր։ Ինչը խանգարեց։ Ցանկություն չկա։ Ցանկություն չլինելով մասնակցել ես X Factor-ին, թե ժամանակ X Factor-ը մասնակցելու ժամանակ ցանկությունը մեծ էր, դառնալ, չգիտեմ, շոու բիզնեսի ինչ որ անդամ, սպեսած էլի, դառնալ աստղ երկիր, բայց հետո կամացեն արդեն հոգնես այդ ամեն ինչից։ Երբ որ կհաղթես, արդեն դուրս կելնես կրուկավերը ֆռալու, թեկուզ նշանածի թե դե ընկերուհուդ հետ է, արդեն այդ ֆռալու ընթացքում որ հակուկալ մոդի գնանք վայ նկարվենք, վայ այսպես, վայ այնպես էս կոմենքում հոգնեցուցիչ կդառնա այդ ամեն ինչը ու կամացեն սեցի որ ինձ դիք պետք չէ, սկսեցի թարգտալը։ Այսինքն չես սիրում ուշադրության կենտրոնում գտնվել։ Նայած վախտ։ Նայած վախտ։ Մենակ այդ խանգարեց, այդ մարեց քո ցանկությունը։ Էլի ուրիշ խանգարող հանգամանքներ շատ կար, որոնք որ չեմ ուզել բարձրաձայնել, բայց կապված քո հետ, թե կապված ինչ որ մի հատ նախագծի կամ Դեռ պատասխանը դու շատ լավ գիտես, կապված նախագծի հետ, բայց չենք խորանալ այդ թեմային։ Թող ինտրիգ պայենք էլի ժողովրդի համար, որ իրանք է շահագրգռին փորձեն իմանան դե ինչու համար ես չեմ ուզել շարունակեմ։ Ու ինչու համար դաժե խորհուրդ չեմ տա հերոստատիդողին կամ չգիտեմ YouTube-յան դիտորդներին չմասնակցել ինչ որ նախագծերի Հայաստանի սահմաններում իհարկե։ Էդգար ջան, այդ է պատճառը, որ ինչ որ հոգնել ես արդեն որ տեսահոլովակներ էլ չես նկարում։ Տեսահոլովակներ նկարեմ գունի մեր գոհադեմ նկարած համ cover տարբերակ համ իմ երկերս ձեր անցած հաղորդման ժամանակ է իմ երկերից մեկը հնչել էր, չգիտեմ կլիպը տեսել եք թե չէ, ունի ինքը կլիպ ունի, բայց երկրորդի մասին էլ որ մտքեր չկա, որովհետև ինքը շատ մեծ ֆինանսներ կպահանջի, ցանկացած կլիպ մինիմում մաքսիմում գոնե կելորսպես 6 թիվը պետք է եղնի էլի։ Էդգար ջան, օգտվում եք սոցցանցերից։ Օգտվում եմ Instagram ունեմ, Instagram-ի մեջ սովորաբար տեղադրում եմ տեսահոլովակներ, որտեղ ես ինչ որ կորպորատիվների, հարսանիքների եւ այլն երկեմ գը փոքր հատված նկարում գցեմ կամ իմ առօրյա կյանքից։ Նաեւ ունեմ Facebook, Facebook-ը գրուպը կավերա գցել եմ անգջի յեդև։ Այնտեղ կոնկրետ ինչ որ զարգացում չկա, ուղղակի կրնաղամիսը մեկ մտնիմ, չգիտեմ, ավատար կա փոխեմ դուրս կամ էլի, որ ցույց տամ որ ես գոյություն ունեմ Facebook-ի մեջ։ TikTok ունիմ, հիմի TikTok-ից վրա կաշխատեմ, կուզեմ թեթև զարգացում տամ էլի TikTok-ից։ Էդգար ջան, ձեր խոսքում նշեցիք, որ շատերն են ցանկություն հայտնել ձեր հետ նկարվելու, մոտիկացել են, զրուցել են, իսկ հեյթ ասացին ձեր կյանքում փախվել եք ու ինչ մասշտաբի։ Փախվել եմ շատ լայնամասշտաբ, որովհետև շուխուր էր ընկել լեննագանի մեջ, որ ես տղամարդկանց հանդեպ թուլություն ունեմ, սպես ասած։ Բայց բնականաբար դիքսուտ է։ Չկա այդպես բան։ Բայց ես իշքան գիտեմ քո տեսահոլովակում, որ նոր մեր անցած եթերում էինք ցույց տվել մի հատված, այդ տեսահոլովակում դու նկարանվել ես քո նշանածի հետ, ճիշտ եմ։ Այդ դրանից առաջ է։ Ժողովրդի չէ, թեկուզ այդ ժամանակ ժողովրդի համար տարբերություն չկա, դու նշանված ես թե չէ, իրանք կմտածեն դե դու դրով ինքնապաշտպանվի սկել, որ ցույց չտաս որ իրականում դու դպես ես։ Իսկ ո՞նց ես պայքարել այդ ամենի դեմ, թե արհամարել ես, թե Պետք է արհամարես։ Եթե ինչ որ մեկին ուշադրության կենտրոն կհրավիրես քո մոտ, ինքը դուրս կսկսես շահագրգռվելը։ Դրա համար պետք է արհամարես։ Արհամարանքը ամենալավ զենքն է։ Դորթեմ։
Նույն ձևի իմի TikTok-ն է, եթե չեք նկատել, TikTok-ի մեջ է կոմենտները մտնին գրենք, այնոր ինչ հայոյան կսես մեջը կրենք, դա պիտի արհամարես, եթե ուշադրություն դարձրեցիր, չգիտեմ, թազա ինչ որ մի հատ post երեցիր իր կոմենտով, համդիկ ինքը PR կերներով, համը դուք ու մագարտակը կգցես։ Բայց արդյոք վայել է հային բոլորի աչքի դիմաց հայոյել քո համակարգացուն, չգիտեմ, կամ ընդհանրապես հային վիրավորելը նորմալ երևույթ է ընդհանրապես։ Բնականաբար ոչ, բայց ոմանց համար հա։ Իսկ ինչպես կարող ենք մենք բոլորս պայքարենք այդ ոչ մի կերպ։ Քուսած հեյթերները միշտ կան ու կմնան։ Առանց իրանց այս կյանքը հետաքրքիր չէ։ Ինչ եմ նկատել Էդգար ջան, որ այդ հեյթեր ասվածները, մարդիկ հեյթերները ամեն ասպես ասած տարին մեկ շատանում են, ավելի շատ են շատանում, ավելի շատ են շատանում։ Թող շատանա։ Կյանքը ավելի հետաքրքիր կդառնա։ Այսինքն քեզ ոչ մի տիպի չխանգարում այդ հեյթերներ ասվածը։ Թող ինչ ուզեն տարածեն Լեննականով մեկ, Հայաստանով մեկ, աշխարհով մեկ, ինձ համար այն որ լրիվ զերո։ Կարևորը ես գիտեմ, որ օրինակ մենք մոդիգություն ունենք իրար հետ, դու գիտես ես ինչ տեսակի մարդ եմ, մեկ էլ գիտեմ, մեկ էլ իմ ընկերական շրջապատս, բարեկամական շրջապատս գիտեն, ինձ այսպես երիկ է։ Մնացածը ինչ կուզեն, թող մտածեն։ Էդգար ջան, առաջարկում եմ գիտեմ, որ քո նշանածը նույնպես քոպես տաղանդավոր, ոչ թե երկարվեստի ոլորտում, այլ պարարվեստի ոլորտում, որ կարելի ասած մի փոքր այդ ոչ թե առհամարենք, այլ մի բան անենք, ցանկանամ, որ մեր հաջորդ եթերում նկարանվի քո նշանածը, իհարկե քո թույլտվությամբ, սիրով։ Միանգամից մեր YouTube-յան դիտորդներն են եւ ամբողջ մեր հայությունը կտեսնի Էդգարի նշանածին։ Ես կարող եմ գալ այդ։ Հա, իհարկե, խնդիր չկա, ոչ մի տիպի։ Շատ շնորհակալ ենք Էդգար ջան։ Էդգար ջան, ինչ է քո համար բարին։ Բարին շատ մեծ հասկացողություն ունի, չպետք է խապես, ամենակարևորը, պետք է սաղի հանդեպ անկեղծ եղնես։ Շատ ենթա տեքստեր, այդպես լիքը բաներ կա, որ մի չես կրնա բառերով ասես կամ թեգուզես որ ասես ցելի եթեր, այդ կրնա մենակ բարության մասին խոսանք։ Խոսեցինք հեյթերների մեծամասնության մասին, իսկ եթե հեյթերները մեծամասնություն են կազմում, հետեւաբար հարցիս պատասխանը ես էլ գիտեմ, ուզում էի հարցնեի, թե քո կարծիքով բարին է գերիշխում Հայաստանում, թե չարը։ Բարին։ 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 Բարին համ գերիշխում է, համ հեյթերները շատանում են գնալու։ Այսինքն մարդիկ չարանում են։ Ինչ ասեմ, շատ սպորնի հարց է, էլի։ Կոնկրետ իմ հանդեպս ես կրամսեմ, ես չեմ կրնասեմ ամբողջ Հայաստանի պահով, իմ հանդեպս բարին միշտ շատ է եղել։ Ես է բոլորի հանդեպ եմ բարի եղել։ Հեյթերներ եմ ունեցել, լիք այդպես, բայց բարին միշտ իմ մոտս գերիշխել է։ Էդգար ջան, խոսեցինք քո ընտանիքի մասին, նշանածի մասին, դու փոքր շեշտեցիր, որ մեծ մասշտաբով չես ցանկանում շարունակել երկարվեստով զբաղվել, իսկ ինչու ես հայթայթում կոպիտ ասած օրվա հացդ քո։ Ես X Factor նախագծի ժամանակ սաղ անցել եմ, որ ես ցանկություն ունեմ ունենալու իմ սերվիզս, հիմի ամեն տեսակի քայլեր կենեմ, որ ես ունենամ դիք։ Սերվիս, ավտոսերվիս, որտեղ որ ես հենց պետք է աշխատեմ, ոչ թե պետք է ունենամ աշխատող, այլ ես պետք է աշխատեմ։ Դու Այնքան ժամանակ, մինչև ուժերը սպառվի։ Նոր արդեն ուրիշ մարդ բերեմ աշխատել։ շատ կովելի փաստ է Էդգար։ Էդգար ջան, ես լսել եմ, որ դու պատերազմի ընթացքում շատ մեծ չափի օգնություն ես ցուցաբերել մեր հայոց բանակին, խնդրում եմ մի երկու բառով պատմես այդ ամեն ինչի մասին։ Ոչ մենակ ես, նաև իմ նշանածս է շատ օգնե ու նամակները տեղի ասեն, նամակների պատասխաննել ենք ստացել, մենք սնունդ ենք ուղարկե, տեղորայք ենք ուղարկե, մեր պրոֆիլակտորեի ժողովրդով հավաքվել ենք, արել ենք այն ամեն ինչը ինչ որ պետք էր, որովհետև այն ժամանակ ցուցակներ կար գծած, թե ինչ է պետք զինվորներին, ուղարկել ենք, նաև ես անձամբ ամբողջ քաղաքով ֆրացել եմ վուլկանիզացիաներով եւ այլն կալոս եմ հավաքել որ կրանանք ուղարկենք տղեկին այսպես ասած նաեւ հենց այդ պատերազմի ժամանակ բուկվալնը սկսվելուց երևի մի 3-4 օրեր անց է ես գնացի կամավոր եմ գրվել բայց որոշ հանգամանքներով ինձ չտարան որովհետեւ ծառայել եմ ընդամենը 6 ամիս առողջական խնդիրներով ազատված եմ հասկանալի պատճառը դիգերը որ ինձ չտարան Դրանից հետո ես ուրիշ մեթոդների դիմացի, որովհետեւ կարողանամ երթամասնել, այդ ժամանակ որ սնունդներ բաներ կտանեին,
Ես դաժե այդտեղ կամավոր կրվասի, ես իմ ավտոյովս սնունդ տանիմ եւ այլն, այնե ոչ մի տիպի չթողին, արդեն այն պահներ հասե որ սահման հադելը թղթով էր տարել։ Պարտադիր թուղթ պետք է ներկայացնես, թե դու ինչու մարդ կերտաս, իսկ ինձ այդ թուղթը չհաստատեցի։ Գար ջան, նախ առաջինը շնորհակալ եմ, որ չես մերժել մեր հրավերը։ Չգիտեմ, տեսել ես թե չէ մեր առաջին եթերը, մեր հաղորդումը կազմված է երկու մասից։ Առաջին մասում ծանոթանում ենք մեր հյուրի հետ, երկրորդ մասում խաղի ինչ որ մրցույթի միջոցով մրցում ենք մեկ-մեկու հետ, ու եթե հաղթես դու, ես պատրաստ եմ կատարելու քո յուրաքանչյուր առաջադրանքը քո կողմից տրված։ Իսկ եթե պարտվես դու, պարտավորվում ես X չափի գումար փոխանցել մեր ֆոնդին, որը ծառայելու է միայն եւ միայն բարի նպատակների, եւ այդ ամենի մասին քո սոցցանցերից մեկում կամ մի քանիսում պատմես նշելով ինձ։ Էդգար ջան, երբեք խաղացել ես նավակ խաղը, Մարսկոյի բոյի խաղը։ Իսկ դες մարդ կա, որ այս խաղը չի խաղացել։ Ունենք ես ես վերջից եմ ծանոթացել այս խաղի հետ։ Ուրեմն դու մանկություն չես ունեցել։ Երևի ընդդիականներն են որոշել են, որ մրցելու ենք հենց այս խաղում։ Սկսենք, Էդգար ջան։ Սկսենք։ Սկսեցինք։ Իսկ իրան ֆռեցնել կերնի։ Հա, կերնի։ Ֆռագը ժողովուրդ։ Արտա։ Ես պատրաստ եմ։ Ես դեռ ոչ։ Ես մարդավարություն կմտածեմ։ Ահա։ Ես էլ եմ պատրաստ։ Վբոյ։ Վբոյ։ Ճելեպ։ Այդ ճելեպը թողնիկ։ Ժպտացեք, քանի որ ժպիտը երկարացնած էր կյանքը։ Մոտ է դերքրած։ Ո՞վ է հարվածում։ Դու։ Ես եմ սկսում։ Երևի 17 վարգան ունեմ, ան։ Ճելեպ։ Ո։ Ո։ Ահա, սիգես տեղը ուրեմն ես։ Չէ, դեդիկ թակեր։ Գամպոց նավս։ Ահա, ցավոտեր։ Համի կոմոդը ցույց կտա որ իմ նավս կմպացել է։ Հա։ Հա, դրոմն սիկ երկու հադանոց չէ։ Ահա, եթե ցույց չտվեց, ուրեմն սիկ մեծը դե։ Չէ, ուրեմն հա, լավ, ես գիտեմ։ Նախբերս ճելեպ։ Ահա։ Ես եմ, վայ, ես եմ, ան։ Կգամբ։ Լտուշաշ եմ տուր։ Դուշաշ։ Ահա։ Չորս հադանոցն եմ բռնել։ Չեմսը։ Ռազմական գախնիկ։ Այդպես։ Ստեղ ինչ ունես։ Տոլա, այդ կոմը դարդակ է թողես դու։ Ո՞վ սա։ 3 հադանոց նավս կմպած։ Իմս 4 հադանոցն է կմպած է արդեն։ Մի շկապ ունի, դու մի հատ մեր 2 հադանոց ես կմպծել է խաղցի։ Ես եմ էլի, հա։ Հա, չբդիսե որ ժամանակը լրանար։ Ստեղ խորալի չկա։ Ես անգամ չէի ուզես է, հա, ժամանակը սպառվի։ Յա, ես եմ, հա։ Կամպ։ Այ հազիվ։ Так, լոգիկապես կմտածենք, ես կամ կերստանք։ Ահա, քանի որ այդ կողմը ուրեմն մի հատ նեսպես 3 հադանոցդ կմպած։ Ուրեմն մյուսը ստեղ է տարած։ Չէ։ Օ, 4 հադանոցն եմ բռնել։ Քեզիկ թվա 3։ Էլի 3։ Ո՞նց 4 հադանոցդ ստեղ։ Չէ, ստեղ չէ։ Սա վարն է պայմը, այսպես է բան է ունի։ Սա գիտես ինչի վարը չես տարակցանը։ Ան։ Ոյ։ Ահա։ Ես մեհադանոց է, հա։ Էլի ես եմ։ Կարվա ես աշկիս։
Առաջ ես դու։ Հա? Առաջ ես դու։ Չէ։ 7 Հա, չէ, հետ ես, լավ, հետ ես։ Ոյ, ես ու՞ր է դասավորը։ Կամպած։ Ցավոց։ Так, այս կոմը լարի։ Ահա։ Ահա, Այս քո 4 հադանոցի տեղը։ Չես գտնի։ Չեղ, ահա, ջարդը տևի։ Հաջորդը ստեղ է։ Ահա։ Մյուսը ստեղ է։ Չէ։ Հավասար ենք։ Իմ մոտս որտեղ աչոկները ցույց չի տա, էլի։ Իմ մոտ է ցույց չի տա։ Չորս հադանոցի հոդը կուկա։ Ոյ։ Պարդությանս քիչ մնաց։ Մի հատ 4 հատանոց կա այս խաղում, թե երկու հատ։ Մի հատ է։ Ահա։ Ստեղ ինչ ունիս։ Ահ, խորս ազարև։ Ստեղան հեշ բան չունի։ Ահա։ Էս էլ։ Ահա։ Ուրեմն էս կոմ երկու հատանոցդ կամպած մյուսը ստեղ է։ Չէ։ Երկսը մոդի գեիր է։ Так, քանի հատանոց են բռներ։ Երկու։ Ուրեմն էս կոմ։ Վայ, էս կոմ։ Ահա։ Քանի դե մնացեք։ Չեմ սա։ Ֆուֆ։ Ոյ։ Так. Ստեղ։ Էշ բան։ Ահա։ Վայ։ Ինչ։ Ես կրվա։ Ինչի։ Որտեվ դու կրեցի։ Մաչ ռևանշ եմ պահանջում։ Էդգար ջան, մի փոքր իմ բախտը բերեց։ Մի փոքր այսօր իմ բախտը բերեց, ես հաղթեցի քեզ, դու պարտավորվում ես հենց եթերը տեղադրենք 3 օրվա ժամկետում X չափի գումար փոխանցես մեր ֆոնդին, հաշվի համարները քեզ կուղարկեմ, մեկնաբանություններում էլ կա հաշվի համարը, մեր հետևորդների համար եմ ես ասում, 3 օրվա ընթացքում փոխանցում ես եւ քո կտրոնը քո սոցցանցերից մեկում ցույց ես տալիս։ Շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ մեր հրավերը չմերժելու համար։ Հրավերի համար ու շատ լավ եթերի համար, նաեւ պարդության համար։ Ես կսիրեմ պարդությունս ճանաչել։